ես համոզված եմ, որ ինքը այսօրով միակ մարդն է, որ ունի հենց այդ փորձը, որ այդ վիճակից երկիրը, երբ որ արդեն հասած է եզրին, իզորույա եւ ռազմական առումով եւ արտաքին որպես քաղաքականություն եւ տնտեսական համագործակցության առումով մեր երկիրը կանգնեցին ոտքի։ Կայուն ղեկավար է, խելացի ղեկավար է, իր օրոք մենք լավ զարգացում ենք ունեցել, զարգացում գնաց, էկոնոմիկան բարձրացավ, ժողովուրդը աշխուժ էին, հանգիստ էին ապրում։ Դրա համար ես այսօրվա դրությամբ տենում եմ, որ մեր ապակա վարչապետը պետք է լինի Քոչարյան։ Պետք է մեր հայրենիքը վստահենք այնպիսի մարդու, ով կկարողանա Հայաստանը այս դժվար իրավիճակից հանել, դարձնել Հայաստանը մարտունակ, մենք ունենանք արժանապատիվ երկիր։ Դաշինքը այս պայդրությամբ հանդիսանում է միակը, որ կարելի է գոնե իրենցից սպասել որոշակի ազգային արժեհամակարգի զարգացում եւ պահպանում, քանի որ դա մենք տեսել ենք պրակտիկայում, երկրորդ նախագահի ժամանակահատվածում, դրանից հետո որպես ընդդիմություն նրանց արած հայտարարություններում իրենց ծավալած գործունեության մեջ եւ կարծում եմ, որ ես չեմ սխալվել։ Հայաստան դաշինքն է, որ միայն Հայաստանը այս վիճակից կարող է դուրս բերել։ Ես ապրել եմ այդ ժամանակներում, ես տեսել եմ, զգացել եմ։ 98 թվականից սկսած ես զգացել եմ այդ փոփոխությունները եւ Հայաստանի անվտանգությունը, նաեւ իմ անվտանգությունը, իմ ընտանիքի անվտանգությունը անվտանգ ենք ապրել